Հայ լեհական արշավախումբն անցած տարվանից պեղումներ է իրականացնում Արգիշտի խինիլիի հնավայրում։ Աշխատանքներն ընթանում են 3 ուղղությամբ, երկուսը քաղաքային թաղամասի բնակելի հատվածում։ Հնագետները Բլրի կենտրոնում աճյունասափոր պարունակող դամբարանադաշտ են հայտնաբերել։ Սպասելի էր այս ամեն ինչը, որ կունենանք նման արդյունք, բայց այս քանակի չէինք սպասում։ Մենք մտածում ենք մոտավորապես մի 6-7 աճյունասափոր կունենանք, բայց արդեն 10-ից ավել է, որ ունենք։ Հենց այս պահին ունենք արդեն բացված 10 աճյունասափորներ, որոնց մեջ ամփոփված է մոխիրը, այսինքն մենք գործ ունենք կրեմացիայի թաղման ծեսում դիակիզման հետ, որը շատ տիպիկ էր այս շրջանին, урարտական հուշարձաններին։ Հնագետների դիտարկմամբ սրանք սափորային թաղումներ են, որոնք իրականացրել են Արգիշտի կառուցած քաղաքի բնակիչները։ Ելնելով հետազոտության արդյունքներից եւ պեղված նյութերից մասնագետները թեև փոքր-ինչ վաղաժամ եզրակացնում են։ Պետականության ժամանակաշրջանի ստանդարտի միջավայրում գտնվող իրողությունները, այսինքն այս աճյունասափորները, որոնք բնորոշ են Վանի թագավորության թաղումներին եւ մինչեւ Վանի թագավորությունը, որպես պետականություն գոյություն ունեցող ցեղերի ցեղային միությունների հնագիտական միջավայրը այստեղ մեկտեղվել է իրար հետ։ Այսինքն ստեղծվել է պետականություն, որի կազմում են լեռնաշխարհի, հայկական լեռնաշխարհի ցեղերն ու ցեղային միությունները ինտեգրվել են այս համակարգի մեջ։ Բնակելի թաղամասի հատվածներից մեկը պեղելիս էլի հայտ է եկել սալահատակով կառույց սենյակի նմանվող հետքերով, կարասներով, որը ենթադրաբար տնտեսական նշանակություն է ունեցել։ Կառույցի մեջ նաև թաղման հետքեր են հայտնաբերել, որն ըստ ամենայնի Վանի թագավորության վերջին շրջանի լքված շինություն է կանգուն պատերով հարմար դամբարանի համար։ Թաղման ծեսի որոշակի երևույթի մասին ենք խոսում, իսկ թաղման ծեսը հիմնականում հնդեվրոպական էթնիկ տարրին, տարրերին բնորոշ երևույթ էր, այսինքն ինչ որ մի հատված, որը բնակվել է այս ամրոցում, կամ գուցե վերնախավը այս ամրոցի մի հատվածը հնդեվրոպացիներ են եղել։ Սենյակներից մեկի անկյունային հատվածում էլ բացվել է ուղղահայաց դիրքով մարդակերպ կուրք։ Մասնագիտական աչքը դրա վրա տղամարդու պատկեր է որսացել։ Տղամարդու պատկերը, այստեղ էլ տղամարդու պատկերը, այս մորոքի հատվածն է երևում, կարմիր բերդում պեղած մեր կուրքի վրա եւս տղամարդու դեմքը կա եւ մորուքը կա, որը իջնում է եւ մորուքը հյուսված է։ Այս հուշարձանը իսկական գանձ է հնագետի համար, մեզ տպավորել է դրա չափերը ու նաև այն նյութերը, որոնք հայտնաբերում ենք։ Հիացած եմ հատկապես ուղղահայաց կանգնեցված մարդակերպ կուրքով, որը ենթադրաբար կապ ունի նախնիների պաշտամունքի հետ։ Այն ֆիքսված է հնագիտական հատակի վրա, որի կողքին նաև կառույց կա։ Այս պահին հողն ենք դուրս բերում, որ հետազոտելուց հետո պարզենք, կապ ունի այն կուրքի հետ, թե ոչ։ Դամբարանադաշտից նաև կանացի զարդեր են հայտնաբերել, ուլունքահատիկներ, շքասեղներ, մատանիներ, ականջողեր մոտ 50 հատ։ Հուշարձանի տարածքը պեղելուց, այսինքն մեր քառակուսուց դուրս եկած ցանկացած հող մաղում ենք, որպեսզի որևէ առարկա բաց չթողնենք ու այդ մաղման ընթացքում կարողացել ենք գտնել ականջող, որը տիպիկ урարտական շրջանի ականջող է։ Գտածոները մաքրելուց եւ վերականգնելուց հետո կտեղափոխեն Սարդարապատի ազգագրության թանգարան, իսկ հուշարձանի անվտանգությունն ապահովելու համար մեկ անգամ եւս կդիմեն իրավապահներին գանձագողերից պաշտպանելու նպատակով։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։